Մարջան կանոնիստները, եկեք տերունական աղոթքով սկսենք մեր այսօրվա ուղիղ ցերեկույթը։ Հայմեր, որ երկիրս ես, սուրբ երեցի անունով, երեցի ապացությունքով, երեցի կամքով, որպես երկիրս և երկրից, ծաղր հնարավոր, տուն ես այսօր, երկրով ես բանցել, Մեծ կողմում եք մեջով խաղապանած, այմի համից մեծ խոսության, այմենից մեծ իշխան է, սիգվար արարություն ես որդություն, և հարավայցյան սաղերին ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափա ատնությունից մեկ շաբաթ առաջ Հայաստանի տարաքելական Սուրբ Եկեղեցին տանում է Տիրոջ կյանքի կարևոր իրադարձություններից մեկը հանդիսավոր արքայավայր մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդի տոնին մտնում են գավառ շաբաթվա խորհրդի մեջ և հիշատակում մեր Փրկչի երկրային կյանքի վերջին օրերի ծնողությունները։ Մեկ էր Հիսուս Քրիստոս, բարի լուրով աշխարհ եկավ, և մարդկանց մեջ բնակվեց իր դեմ, աշխարհի լույս աղքատներին ավետարանելու, գերիներին ազատելու և քույրերին տեսողություն պարգևելու։ Ծաղկազարդի տոնի քրիստոնյաները իրենց անձի ներքի տաճարը պետք է պատրաստեն, մաքրվելով մաքրությունից, որպես սոսեղերի օրինակալ։ Հիսուս Քրիստոսը մուտք գործի նայում են մեր կյանք։ Ծաղկազարդի մանուկների օրհնության այս գեղեցիկ օրը մաղթում եք բոլորիդ ամենալավ ու բարի։ Ծաղկազարդին այս մեր ստորին ձև ողջույն բոլորին, աղջիկ տղա մեծ մանուկ ուրախանանք միասին։
օգնելու դիմացի նկատմամբ ուշադիր լինելու։ Հիսուսը սովորեցնում է, որ մարդիկ պետք է միմյանց հանդեպ ներողամիտ եւ պատվիրում են։ Այն ամենը, ինչ կանելու է, որ մարդիկ անեն ձեզ, այնպես եւ դուք արեք նրանց։ Եկեք մեծ սիրով վերաբերվեք իրեն, որ աշխարհում հաջողություն լինի։ Եկեք քաջին ջոարը պայծառ։ Դաշտեր ու այգիները ծառի ծաղկով սարքարվել։ Բարիլուս չես դառնան արև, դու մեր կյանքի պայծառ արև, դու մեզ համար բարիլուր պետք, հայոց բարձիր աշխարհից մեր։ Ով Աստված ամենազոր, ով արարի ճաշկարի, դու մեր օգուն ուժ ու կորով փակի ճամփան չարին։ Դու մեր եկին իմ արդու թուրկանան, տապան մեր եկին, դու ագերի եփար, դու հոբեջի ամեն կին։ Ով դու Աստված ամենատես, ձեռքդ պահի մեզ վրա, եւ ումիտ եւ ուղղություն եւ իսիրով սուտրա։ Եվ ով որ իմ անունով մի այդպիսի մանուկ ընդունի, ինձ ընդունած Ես փոքրիկ եմ դեռ մանուկ, դեր քեզ համար մի գարնուկ, Հիսուս եղիր ինձ պաշտպան, քեզ մոտ բերիր իմ ճամփան։ Հետ հակողդ ինձ նոստու, աղոտելու խնոտու ինձ կողքեզ ջադացուրու, շնորհով ինձ ջադացուրու։ Ավետ նահարելը պատմում են, որ է մոտենում Հիսուսի կյանքի վերջին օրերը նայի ասեկերներ գնում է Երուսաղեմ։ Երբ Հիսուսը մոտենում է Պետրոսի տերանց վերանոց, իր ասակերտներին Հովհաննես և Պետրոսին պատվիրում է։ Պետրոս և Հովհաննես գնացեք դիմացի քուղը, այնտեղ ընկապած ծավալնակ կգտնեք, որ իմ ժամեր ոսկոտ չի, դարձակեք և դա բերեք իմ հոտ։ Ով է գալիս, սա Հիսուս
Գայելիլեի նազարե քաղաքից է, Օսանա բացան օրնանալիները, որ գալիս է տիրոջանին, Օշնյալ դավթին որդուն, որ գալիս է տիրոջանով։ Դավթին որդուն, որ Bye.
կաղոթեմ հայոց եկեղեցու համար։ Ես կաղոթեմ զինվորների համար։ Ես կաղոթեմ մեր մահապատիժի համար։ Ես կաղոթեմ, որ մեր հայրենիք միշտ լինի շեն։ Յուրաքանչյուրը աղոթեց մի նվիրական երազանքի համար։ Իսկ ես կաղոթեմ, որ իրոք ամբողջ աշխարհում տիրի խաղաղություն։ Իրոք ամբողջ աշխարհը լցված է մի խաղալիքներով։ Շատ թեթև հասարակ բառեր են, բայց իրոք շատ խորիմաստ է։ Եթե մի փոքր աշխարհը մանկանա, հավատացեք, սեր ու մանկություն, եթե լինի, իրոք դրանք կփրկեն աշխարհը։ Օգտվելով արդից ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս գեղեցիկ միամսյակի կապակցությամբ։ Ցանկանալով միշտ մեր հոգում տիրեն գարուններ, միշտ մեր հոգում լինի սեր եւ լինի հոգու գեղեցկություն։ Արտաքինը երկրորդական է։ Եթե հոգին լինի գեղեցիկ, հենց գեղեցիկով էլ կփրկենք աշխարհը ու կասենք այն ամեն ինչ խնդրի առաջ հիմա կանգնած ենք, այդ ամեն ինչը կվերանա աշխարհից։ Շատ են սիրում մանկություն երգը ուրիշ տարբերակով, մենք որոշել ենք մի փոքրիկ հանդեսի ֆորմատից դուրս, մենք կրկնենք միասին ասենք առանց երաժշտության։ Սկսենք։ Այո։ Մանկություն մեզ երազ